Բարև ձեզ, Factor TV հյուրը Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայաստանը կողմ է իրանական գազի արտահանման ծավալները ավելացնելու Իրանի առաջարկին, նախարար Դավիթ Խուդայցյանը գիտենք նախորդ օրերին Իրանում էր, հանդիպել է նրանց նավթի նախարարի հետ, երկկողմ կա համաձայնություն այդ առնչությամբ։ Մենք հիշում ենք նաև, որ մայիսի վերջին հաղորդագրություն եղավ պաշտոնական նաև Ռուսաստանի կողմից, որ Ռուսաստանը կառավարության էներգետիկայի նախարարության մակարդակով նամակ էր ուղարկել Հայաստանի ՏԿ-ին այն մտքով, որ Ռուսաստանը կչեղարկի կամ միակողմանի կդադարեցնի Հայաստանի հետ գազի, նավթի, ադամանդի համաձայնագիրը, եթե Հայաստանի մասնակցությունը Եվրամիությանը շարունակվի։ Ինչպես են համատեղվում այս երկու իրադարձությունները իրար, ինչ է փնտրում հայկական կողմը Իրանում եւ ինչից դրդված, ասես։ Ինձ թվում է նախ առաջինը պետք է մենք ֆիքսենք, որ մինչև ընտրությունները կատարվող իրադարձությունները հայ-ռուսական հարաբերություններում փաստացի ցույց են տալիս, որ խնդիրը միայն ընտրությունները չէին։ Ես հիշում եմ շատ գործընկերներ նշում էին, որ իրականում ընտրությունից հետո մենք կունենանք այս լարված հարաբերությունների սառեցման, ապա ավելի մեղմացման եւ ի վերջո այդ թվում իշխանականներ են։ Այո, այդ թվում իշխանականները ու հետաքրքիր նաեւ այո, հենց իրենք են նշում, որ մենք նոր փայլուն մարտավարություն ունենք, ընտրությունները կվերջանան, կգնանք Պուտինի հետ կխոսենք եւ բոլոր հարցերը կկարգավորեն։ Փորձը ցույց տվեց ու մենք ինչպես տեսնում ենք հիմա, որ այդ մարտավարությունը իրատեսական չեն առումով, որ ռելևանտ չէ իրականում հողի վրա կատարվող իրադարձություններին։ Ես դեռ մի քանի ամիս առաջ նշում եմ, որ ընտրությունից հետո ավելի է սաստկանալու Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը, որտեղ խնդիրը միայն Հայաստանում ներքաղաքական դաշտը չէ։ Հիմա դուք սաստկացած եք համարում Ռուսաստանը։ Ես համարում եմ, որ ավելի է շարունակվում ճնշումները, քանի որ նախորդիվ բոլոր միջոցները չեն սառեցվել, այսինքն այն սահմանափակումները, որոնք կային ընտրությունից հետո չեն վերացել, հակառակը մենք տեսնում ենք նոր ճնշող միջոցներ, հատկապես առևտրատնտեսական հարաբերություն, օրինակ կաթնամթերքի մասով մենք տեսանք քաղաքական ճնշման եղանակ, երբ որ որևէ կերպ շնորհավորանքներ չեղան, արդեն սա երկրորդ զրույցն է բարձր մակարդակում, մեկ անգամ մենք տեսանք, երբ որ Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի վարչապետի միջև հանդիպում եղավ, կրկին շատ սառը մթնոլորտում, ավելի շատ խնդիրներ վերհանվեցին, քան լուծվեցին այդ խնդիրները։ Մենք տեսնում ենք, որ կարծես թե Պուտին-Փաշինյան հանդիպումը չի կայանալու, որտեղ ըստ իրականում երկար տարիներ, օրինակ հատկապես 23 թվականից սկսած, շատեր ասում են, բայց ինչքան էլ որ մենք համեմատում ենք օրինակ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի դեպքերի հետ, Հայաստանի դեպքը այդքան էլ համեմատելի չէ, որտեղ բարձրաստիճան մակարդակում, նախագահների, ղեկավարների մակարդակում մենք ունենք լավ հարաբերություններ, բայց օրինակ ավելի նվազ մակարդակում այդ փոխհարաձգությունը շարունակվում է։ Հիմա կարծես թե Ռուսաստանը գնում է այս սցենարով, ինչ որ օրինակ եղել է Մոլդովայի, Ուկրաինայի դեպքում, այսինքն երբեմն հետսովետական երկրների ղեկավարները համարվում են ասենց ձերքսեղմմանը ոչ արժանի, ռուսերեն ասում են ներուկապաժատնի անձնավորություն է, այսինքն ավելի շատ խոսվում է ոչ թե օրինակ հաջողությունների մասին, այլ արդեն խոսվում է ուլտիմատումների մասին։ Մենք տեսանք Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, որտեղ էլի կրկին խոսում էր հանրաքվեի մասին։ Իհարկե վերջնագիր կարելի է որակել։ Ես իրականում դա համարում եմ ավելի շատ ճնշման միջոց, որը այլ թեմաներին է վերաբերվում։ Ես այն ժամանակ էլ նշում եմ, որ օրինակ Եվրամիության մասին այս խոսույթը, որ ռուսաստանյան կողմում կա, դա իրականում չափազանցված է, այսինքն թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե նաև Եվրամիությունում հասկանում են, որ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանը ուղղակի 0% հավանականությամբ կարող է հայտնվել Եվրամիության բայց ռուսների տեսակետը այն է, որ այս պայդրությամբ շանսերը կարող է 0.1% են անդամակցության հայտ ներկայացնելու առավել եւս ընդունվելու, բայց ռուսները ասածն այն է, որ դուք մեզ հետ առևտուր եք անում, արգելել են հայկական բազմաթիվ ապրանքների ներկրումը իրենց տարածք, էժան գազով ձեր տնտեսությունը մրցունակ է դառնում, հարստանում եք մեկ բառով ասած եւ պատրաստվում եք ռուսական նավից այն խորտակվածը չէ, ուրիշ թրջել եվրոպական նավ, մենք թույլ չենք տա, հենց հիմա որոշում կայացեք, բայց Իրանի թեման չմոռանանք, հարցը դրանով սկսեցինք։ Ուղղակի կոնտեքստը այդ շատ կարևոր է, որ այս գազային պայմանագրերի վերանայումը եւ այլն բոլորը միտված են ոչ թե հենց այդ հարցի
կարգավորմանը, այլ ավելի շատ միտված են այդ բոլոր հարցերը տեղավորվում են Հայաստանի ապաշրջափակումը թույլ չտալու կոնտեքստում։ Ես համոզված եմ, որ այս բոլոր միջոցները, որ կիրառվում են, ավելի շատ միտված են կանխարգելելու Հայաստանի կողմից ռուսական երկաթուղու, ռուսական կոնցեսիայի չեղարկումը։ Միայն երկաթուղու հարցն է, թե մի քիչ ավելի լայն։ Ապաշրջափակումը լայն կոնտեքստն է, բայց այսպես ասած շոշափելի առաջին մայլսթոնը ցուցիչը լինելու է երկաթուղին։ Կոպիտ ասած, գրեթե արդեն բոլորին պարզ է, որ եթե Հայաստանը կարողացավ ռուսական կոնցեսիան փոխարինել այլ բանաձևով, դա կարող է լինել ազգայնացում կամ այլ ազգային ուրիշ օպերատորի հետ նոր կոնցեսիոն համաձայնագրի կնքում, դա նշանակելու է, որ Հայաստանը առնվազն տեսականորեն մեծ շանսեր է պահպանում այս տարածաշրջանային ապաշրջափակման կոնտեքստում լավ դեր ունենալու իմաստով։ Առաջին հերթին իհարկե մենք խոսում ենք TRIP-ի մի քանի անգամ ավել նշանակությունը բարձրացնելու իմաստով։ Այս պահին մենք երբ որ նայում ենք ապաշրջափակման գործընթացը, ամենակննարկվող հարցը թե TRIP-ը Նախիջևանում երբ որ շարունակվի, դա եւս մեկ անգամ մտնելու է Հայաստան, թե ոչ։ Մեր հարևանների այսպես advokation աշխատանքը Եվրամիությունում եւ այլ երկրներում նրանում է միտված, որ հայաստանյան երկաթուղին ռուսական է։ Այսինքն դուք ցանկանում եք այս ծանր ճնշման պայմաններում Ռուսաստանին եւս մեկ, այսպես ասած, օդ շնչելու հնարավորություն տալ եւ այստեղ է ամբողջ թնջուկը եւ հետեւաբար այդ գազի վերաբերյալ համաձայնագրի վերանայումը, ԵԱՏՄ-ԵՄ դիլեման եւ քաղաքական բոլոր ճնշումները ես դիտարկում եմ ավելի շատ թույլ չտալու, որ Հայաստանը ինքնիշխան որոշումներ կայացնելու թե երկաթուղու, թե օրինակ ատոմակայանի իմաստով, որովհետեւ այս պահին առնվազն երկու հարց կա, կարճաժամկետ եւ իրենց նշանակությամբ կարեւոր։ Մեկը երկաթուղին է, մեկը ատոմակայանի մասով քաղաքական որոշում կայացնելը։ Դեռևս մենք հայկական կողմից հստակ որոշման մասին հայտարարություն չենք տեսել։ Եվ կարծում եմ հենց Ռուսաստանի այս տարբեր միջոցների կիրառումը ավելի շատ միտված է այս սցենարները կանխարգելելու։ Ես վստահ եմ, եթե Հայաստանը որոշի, որ ատոմակայանի ճակատագիրը որոշվելու է Ռուսաստանի հետ եւ ռուսական կոնցեսիան մեր երկաթուղային ենթակառուցվածքում շարունակելու է, այս ճնշումները մի օրում վերանալու են։ Թե եթե Հայաստանը չեղարկի ԵՄ-ին անդամակցության մեկնարկ նախատեսող օրենքի նախագիծը, այս ճնշումները կարող է դադարեն, դա կնշանակի նահանջ Հայաստանի կողմից ռուսական ծիր, իսկ կներեք, այս հարցը հանրաքվե ԵՄ թե ԵՏՄ դնում է Պուտինը, ոչ թե Օվերչուկը, Զախարովան կամ ինչ-որ պրոպագանդիստներ, որ սովորաբար նախկինում անում էին, հա, առաջին մակարդակով է այս հարցը դրում, նշանակում է, այո, կոնցենսիան, այսպես հիմնային եւ գետնի վրա երևացող ազդեցության գործիք է նույնը ատոմակայանը, բայց ըստ էության Ռուսաստանը, ես լսում եմ նաեւ այն մյուս կողմից տեսակետներ ավելի շատ Ռուսաստանի դիրքորոշումը փորձում են հասկանալ այդ վերլուծաբանները, որ գիտեք ԱՊՀ երկրների Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալը կամ ԱՄՆ-ին, ԵՄ-ին որոշակի տարածք տալը այստեղ Ռուսաստան դիտարկում է իր անվտանգության դեմ, կապ չունի դա TRIP-ով է, կապ չունի ԵՄ դիտորդներով է, հիշում ենք բոլոր դեպքերում ագրեսիվ բավականին հայտարարություններ են եղել, կապ չունի ԵՄ անդամակցության, օրենք ընդունելով է, դա իր ռազմավարական շահերի դեմ է եւ մեծ հաշվով Պուտինյան այս ուլտիմատումը, եթե այդպես ձևակերպենք հարաքվե արեք կամ ոչ, կապված է դրա հետ։ Ինչ կարող եք ասել, այսինքն Հայաստանի աշխարհաքաղաքական գույնով է պայմանավորված այս ամեն ինչը։ Ուղղակի ես կարծում եմ, որ երբ որ նայում ենք ընդհանրապես այս պահին աշխարհաքաղաքական զարգացումները, հիմնականում երկու բանի մասին։ Առաջին հերթին լոգիստիկ շղթաների անխափան գործունեության եւ երկրորդը հանքահունքային տարբեր ռեսուրսների փոխանակման, արտահանման, վերամշակման այս ամբողջ համալիր գործընթացների մասին է։ Հիմա Ռուսաստանը տասնյակ տարիներ շարունակ օգտագործել է հենց այս երկու գործոնները իր ազդեցությունը տարբեր երկրներում ավելացնելու համար։ Առնվազն միջին միջանցքը, որը անդադ տարբեր հարթակներում մենք խոսում ենք, մեկնաբանում ենք եւ այլն, այդ գաղափարը առաջացել է այն պայմաններում եւ հատկապես սուր զգացվել այն պայմաններում, երբ որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը սկսվել է, վերջերս մենք տեսանք Հորմուզի նեղուցի այդ փակման հետևանքները ընդհանրապես արևմուտքի վրա, այնտեղ բազմաթիվ սցենարներ էին քննարկվում եւ այլն, եւ եթե ցավը այն է, որ Հայաստանում փորձագիտական դաշտ այնքան մաչելի չի անդրադառնում այս խնդրին, որքան օրինակ Մարտակոսը իր հայտնի այդ ելույթով հոլովակով էր բացատրում, թե
Եվրամիությանը ինչու է պետք, որպեսզի տրանսկասպիան երթուղին օրինակ անցնի Հայաստանով եւ ընդհանրապես Հարավային Կովկասում։ Այսինքն նախ առաջինը կարիքից ելնելով են այս գործընթացները տեղի ունենում եւ երկրորդը դուք նշեցիք Եվրամիության մասին այդ անդամակցության օրենքը, տեսեք այդ օրենքը վաղուց ընդունվել է եւ Ռուսաստանից կարելի ասել այնց շատ կոշտ արձագանքներ չեն եղել։ Բայց հիմա Պուտինը բարձրացնում է։ Այս դա է խնդիրը։ Մենք ես ինչի եմ հիմնվում դրա վրա, որ ժամանակային սինխրոնությունը երբ որ նայում ենք, երբ Պուտինի մոտ ի հայտ եկան այդ նկրտումները, որ հանկարծ Եվրամիություն չգնաք եւ պետք է դուք հանրաքվեանեք եւ հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնեք, օգոստոսի 8-ից հետո հիմնական։ Այսինքն երբ որ արդեն կարելի ասել կոնֆլիկտը փակելու ինչ որ մի նոր հնարավորություն է ստեղծվել եւ արդեն քննարկվում էր ապաշրջափակման կոնտեքստը, միայն այդ ժամանակաշրջանից հետո Ռուսաստանում անհանգստացան, որ իրենք կարող են Հարավային Կովկաս ընդհանրապես կորցնել, որովհետեւ տեսեք Ղարաբաղյան կոնֆլիկտից հետո Ռուսաստանը դեռ բազմաթիվ ազդեցության գործիքներ ուներ Հայաստանի նկատմամբ, առաջին հերթին առևտրատնտեսական, էներգետիկը, ենթակառուցվածքային, այսինքն ամբողջովին մխրճված էր Հայաստանի մեջ, այսպես ասած։ Բայց օգոստոսի 8-ից հետո, երբ որ արդեն քննարկվում էր Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի ապաշրջափակման հարցը, կարծում եմ Մոսկվայում հասկացան, որ սա արդեն հավետ Հայաստանին կորցնելու վտանգ է եւ հետեւաբար ամեն ինչ պետք է անել խոչընդոտել այս process-ը։ Հետևաբար դրանից ելնելով եմ ես կարծում, որ այստեղ ոչ թե զուտ Եվրամիության անդամակցության հարցն է դրված, այլ թույլ տալ, որ Հայաստանի տնտեսական իմաստով օդերը բացվեն, որովհետև մենք այս տասնյակ տարիներին հիմնականում տուժվել ենք հենց այս մեր շրջափակված իրավիճակից եւ Մոսկվայում հասկանում են, եթե Հայաստանը կարողանա տեսականորեն նույնիսկ հնարավորություն ունենա ապաշրջափակել իր սահմանները ավելի լայն կոնտեքստում, օրինակ դառնա տրանսկասպիան երթուղու մի կարևոր հանգույց, դա նշանակում է Հայաստանը այլևս տնտեսապես, էներգետիկ առումով եւ բոլոր առումներով քաղաքականապես նույնպես ուղղակի անհնար է որ կախված լինի Մոսկվայից եւ նրանք չեն կարող Հայաստանի ինքնիշխան որոշումների վրա ազդել։ Հետեւաբար այստեղ առաջ են գալիս նոր քարոզչական թեզեր եւ պարտադիր չէ որ հենց նույն բառապաշարով, նույն թեմատիկայով հանդես գան այդ քարոզչական թեզերում, որպեսզի հասկանալի լինի թե իրենց ուզածը որն է։ Թե չէ հենց օրենքի ընդունման օրվանից կարելի է սպասել, որ Մոսկվան ասելու էր սա շատ վատ նախադեպ է, դուք չեք կարող ԵԱՏՄ-ում լինել եւ ԵՄ գնալու մասին օրենք ընդունել եւ այլն եւ այլն։ Հետեւաբար ես կարծում եմ սա ավելի շատ խորքային process է եւ Ռուսաստանը անհանգստացած է իր, այսպես ասած, ծայրագավառի անկախացման գործընթացը, ոչ թե զուտ ԵՄ-ի անդամակցության տեսական հնարավորությամբ։ Տեսեք, այստեղ գազի գործոնը կարևոր է, դա երևի գաղտնիք չի եւ միլիարդ անգամ ասված ճշմարտությունը Ռուսաստանը դիտարկվում է որպես ճնշման գործիք, այդ թվում Եվրոպայի վրա, Եվրոպան խնդիր է դրել 0 ռուսական գազ գնել։ Հիմա Հայաստանի պարագայում, Իրանի գազատարի հզորության մի 20%-ն է օգտագործվում 470-ից 480 միլիոն խորանարդ մետր, այսինքն բավականին մեծ թափուր պոտենցիալ կա, նախատեսված է մինչև խողովակը 2.3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ տեղափոխել, այսինքն եթե Ռուսաստանը չեղարկի պայմանագիրը 13 թվի, դա ենթադրում է առնվազն գազի գների բարձրացում, ընդ որում այդ պայմանագրով Հայաստանը ինչ բոնուս էր ստացել 30% մաքսատուրքերից ազատում, որի հաշվին մի քիչ իբր էժան էր գազը, բայց 177 դոլարով գալիս է եւ բաժանորդը կրկնակի թանկ է ստանում։ Այ իրանական ալտերնատիվը կարող է մեզ ապահովագրել ռուսական ճնշումներից եւ այստեղ եւի ադրբեջանական գազի մասին հիմա չարժի չէ խոսել, թե հնարավոր է։ Իմ կարծիքով ընդհանրապես այս մեր նոր էներգետիկ անվտանգային ճարտարապետությունը պետք է համալիր փոխվի ու դա պետք է արվի ոչ թե հախուռան ձևով, այսինքն ինչ հնարավորություն տեսնենք վերցնենք, այլ ավելի մի քիչ հայեցակարգային մակարդակում։ Ես կարծում եմ ադրբեջանականը նույնպես պետք է դիտարկել ու Հայաստանը այս ոլորտում պետք է իրականում գնա շատ բալանսավորված, sense diversification, որովհետև միայն իրանական գազը ես տարբեր գնահատականներ եմ տեսել ու համադրելով այդ ամբողջը կարելի ասել իրանական գազը մեր ամբողջ հարցերը չի լուծելու։ Ներքին պահանջարկի, եթե չեմ սխալվում, 80% է։ Այո, նույն այնտեղ նաև խնդիր կա տարբեր
ժամանակաշրջաններում տարվա ընթացքում ինչքանով կարող է դա տեղի ունենալ, այսինքն մենք կարող ենք օրինակ կուտակել միջև ձմեռը իրանական գազը, հետո դա օգտագործել ձմռանը, այնտեղ իրենք խնդիրներ ունեն նաև իրենց հյուսիսային շրջանները գազով մատակարարելու խնդրի հետ, բայց այստեղ նաև ուրիշ սցենար կա, դա թուրքմենական գազն է եւ այս սցենարը կարող է աշխատել մի պարագայում, եթե այս իրանական կոնֆլիկտը, որը շարունակվում է, մենք տեսնում ենք ԱՄՆ-Իրան կոնֆլիկտը ամեն օր նոր լարվածություններ ու բարձրակետեր է հաղթահարում, մենք միջև այս կոնֆլիկտի հաղթահարումը դժվար է կանխատեսել, մենք ինչ կարող ենք անել այս պարագայում, բայց եթե Իրանը կարողացավ արևմուտքի հետ լեզու գտնել, այսպես ասած, կարողացավ բոլոր սանկցիաներից ազատվել, ինտեգրվել այս արևմտյան ֆինանսական շուկային, որևէ խնդիր չունենա հասարակության իմաստով, այստեղ մենք ժամանակին այդ միջոցները նախատեսել ենք, երբ որ թուրքմենական գազը գալիս է իրանական այս հյուսիսային հատվածը, մատակարարելու այդտեղ բաշխիչ դեր ունենալով Իրանի հյուսիսում գտնվող շրջանների համար, ինչպես նաև մենք ստանում ենք թուրքմենական գազը դրա դիմաց վճարելով էլեկտրաէներգիայով։ Այս երկու սցենարները, ինչպես նաև ադրբեջանականը նույնպես պետք է դիտարկել, այսինքն եթե մենք խոսում ենք իրական խաղաղության մասին, դա պետք է տեղի ունենա փոխադարձ շահավետ առևտրային տնտեսական հարաբերություններով, բայց ռիսկերից խուսափելու համար Հայաստանը նաև պետք է պահպանի ռուսական գազային բազմազանեցնել։ Այո, իրականում բազմազանեցման լուրջ պոտենցիալ կա, հաշվի առնելով իրականում այն տարածաշրջանում, որտեղ մենք ենք գտնվում, այսինքն մենք ավելի քիչ պետք է մտահոգված լինենք իրականում էներգետիկ անվտանգությամբ, քան ունենք Եվրոպան, որտեղ մենք ավելի մոտ ենք բոլոր գազի եւ այլ վառելիքի հետակառները մեր կողքը դրած Ռուսաստանը։ Նույնիսկ նավթամթերքի իմաստով։ Հիմա խոսում է Իրաքի պայմանագիրը, որ ռուսներն ասում են կչեղարկենք, նաեւ նավթամթերքին է վերաբերում, եւ ես այստեղ ուզում եմ հիշեցնել նաեւ այն բարձր քննադատությունները, ինչու է ադրբեջանական նավթամթերք գնում, ուրանում եք մեր եսիմ ինչը։ Դե կոպիտ ասած, այս պարագայում լրիվ adekvat է այն խոսույթը, որ ասում են քաղաքականության մեջ շատ լավ լուծումներ չկան, որ ամբողջովին մեր սրտով լինի, մենք պետք է գնանք հասանելի այսպես օղակներով, եթե կներեք մեր նկատմամբ բենզինը, գազը օգտագործել են որպես ինքնիշխանության դեմ հարձակման միջոցներ, ապա մենք պետք է փնտրենք այլընտրանքներ։ Գուցե այդ այլընտրանքները, օրինակ, մի քիչ թանկ լինեն, մի քիչ դուրեկան չլինեն, որովհետև մենք այդ երկրի հետ հարաբերություններ չունենք եւ այլն։ Բայց ես կարծում եմ, որ հենց այս թեմայով մենք պետք է գնանք իրական դիվերսիֆիկացիայի եւ հաշվի առնելով նաև հայաստանյան հանրույթի մտահոգությունը, օրինակ ադրբեջանական դիզվառելիքի կամ գազի հնարավոր մատակարարման մասով, մենք իհարկե նաև լավ հասկանում ենք Ադրբեջանի քաղաքականությունը ռեգիոնում, որը ստանձնել է կարելի ասել իր առաջատար դիրքերը, անընդհատ դրա մասին խոսում է, որ այս տարածաշրջանում Ադրբեջանը ունի առաջնորդող դեր եւ այլն, այդ հավակնությունները հաշվի առնելով, պարզ է Հայաստանը չպետք է ռուսական կախվածություն փոխարինի այլ կախվածությամբ։ Մանավանդ որ կնեք Ադրբեջանը լավ հասկանում է Հայաստան դիվերսիֆիկացման քաղաքականությունը, Ռուսաստանից տնտեսական, էներգետիկ եւ այլ կախվածություններ նվազեցնելու այդպես միտումներ եւ մեծ խելք պետք չի ունենալ Ադրբեջանի շահերի տեսանկյունից զբաղեցնել Ռուսաստանից ազատված պես ազդեցության գոտիներ, այդ թվում գազի, նավթամթերքի մատակարարման, դա չի նշանակում, որ մենք պետք է չստանանք, բայց պետք է հաշվի առնենք այդպիսի ռիսկը, հա։ Ուղղակի սա նաև շատ հաճախ շահարկվում է, ես նաև դրա համար կարիք տեսա եւս մեկ անգամ նշել, որովհետեւ հիմա ես տեսնում եմ փորձում են տարբեր խոսույթներ գեներացնել, նարատիվներ գեներացնել, որ այ տեսեք մենք ռուսական կախվածությունը չեզոքացնելով ընկնելու ենք թուրքական եւ ադրբեջանական կախվածությունների մեջ։ Իրականում այստեղ պետք է աշխատի հենց այդ իրական դիվերսիֆիկացումը։ Ծայրահեղությունները դաշ չգնալ։ Ես չեմ կարծում իրականում Մոսկվայում ուզում են օրինակ որևէ կերպ ներկա չլինել այս տարածաշրջանում, այսինքն մենք դա էլ պետք է իմանանք, այսինքն դժվար թե ինչքան էլ սրացումներ լինեն, բարձր Մոսկվան շարունակելու է պահպանել այստեղ իր ազդեցությունը։ Մենք էլ հաշվի առնելով դա, նախ առաջին հերթին մեր կարմիր գծերը պետք է մատնանշեն, կոպիտ ասած, եթե մեր ինքնիշխան շահերից է բխում ռուսական երկաթուղին վերցնել, ու իդեպ այդ ռուսական կոնցեսիա ներքո հայկական երկաթուղին տարիներ շարունակ չի բարելավել համաձայն այդ կոնցենսիոն, այսինքն դրա հիմքերը նույնիսկ կան։
Եվ երկրորդը մենք գտնում ենք, որ մենք չենք ապաշրջափակվելու, քանի դեռ դուք կաք, այսինքն այստեղ շատ հստակ առևտրի առարկա է։ Եվ մյուս կողմից պետք է Ռուսաստանի հետ նաև պահպանել որոշակի հարաբերություններ առևտրատնտեսական իմաստով, ինչքանով որ դա հնարավոր է, այսինքն ինչքանով որ դա չի ազդելու Հայաստանի ինքնիշխան որոշումների վրա։ Հետևաբար նույն այս գազային համաձայնագրի վերանայման հարցը, երբ որ քննարկում ենք եւ մյուս կողմից զուգահեռ իրանական գազի ներմուծման հարցն են քննարկում, այստեղ պետք է իրականում շատ զգոն լինենք, որովհետև ծայրահեղությունների գիրկը չընկնենք, էլի, օրինակ ռուսական գազը չլինի, իրանականն է լինելու, այդպիսի բան հաստատ չի լինելու, որովհետև իր, չգիտեմ, արտահանման ծավալների իրական, երբ որ մասշտաբները նայում ենք, գին որակ նայում ենք, պարզվում է իրանական գազը չի կարող Հայաստանի ամբողջական կարիքները, այսպես ասած, բավարարել։ Պարոն Մովսեսյան, գիտեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացու տեսանկյունից այս process-ները ինչքանով են Հայաստանի մասին։ Չգիտեմ, դիվերսիֆիկացիա, Ռուսաստանի հետ այս կոնֆլիկտային ըստեյության թեման է, բայց ռուսական կողմից հրահրված ըստեյության կոնֆլիկտային թեմաները գիտեք ինչ եմ, որովհետև կան վերլուծաբաններ, որ ասում են, գիտեք, եթե մի քիչ լայն նայենք, մենք հերթական արևմուտքի գործիքն ենք, հերթական Ուկրաինան ենք, Վրաստանն ենք, Մոլդովան ենք, այսինքն դուք վստահ եք, դուք չեք կասկածում, մի վարքյան անգամ օրինակ մտածած կաք, որ կարող է մեզ արևմուտքը օրինակ օգտագործում է Ռուսաստանի դեմ եւ կարող է զոհաբերել ինչ-որ մի բայի, այսինքն մենք այսպես ունենալով օբյեկտիվ դժգոհություն, չափազանց օբյեկտիվ Ռուսաստանից, անվտանգային ուղղակի պարտավորությունների ձախողում եւ ուղղակի ադրբեջանական ագրեսիաների չընդունում, այսպես հա արևմուտքը օգտագործի մեր այս էմոցիաները, Ռուսաստանից նեղացվածությունը եւ օգտագործի Ռուսաստանի ազդեցությունը այստեղ նվազեցնելու նպատակով ու բախում տեղի ունենա մեր եւ Ռուսաստանի միջեւ մենք չդիմանանք ուղղակի, այսինքն մի Հայաստան զոհաբերելը ինչ է ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի համար, սա այսպես այն մյուս կողմի հա մտահոգություն է, եկեք ես չափավոր բառ օգտագործեմ։ Մտածել եք այդ մասին, որ մենք կարող ենք գործիք դառնալ։ Դե իրականում երբ որ նայում ենք վերջին մի քանի տարիների առնվազն իրադարձությունների հաջորդականությունը, դժվար է նման եզրակացության գալ։ Թեև ես ուրախ եմ, որ մենք ենք արևմուտքի հետևից ընկած, թե իրենք են մեր հետևից ընկած։ Ես չեմ կարծում, որ ինչ որ իրար հետևից ընկնելու ինչ-որ հարաբերություն, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք մինչև առնվազն 2023-ը մտածել ենք, որ ունենք ռազմավարական դաշնակից, որը մեզ հետ ունի ինչ որ փոխադարձ շահեր։ Դա օրինակ Լեռնային Ղարաբաղի գոնե մնալն է, հա, գոյություն ունենալն է։ Դա Հայաստանի ինքնիշխան սահմաններն են։ Օրինակ, որ մեր ռազմավարական դաշնակիցը առնվազն թույլ չի տա, որ մեր վրա հարձակվեն, տարածքներ գրավեն եւ այլն եւ այլն։ Հիմա դա տեղի չի ունեցել։ Հիմա Եվրամիությունը ոչ թե մեր հետևից է ընկել, այլ Եվրամիությունն ու Հայաստանը տեսել են հնարավորություն Հայաստանի ինչ որ անվտանգային կարիքներ կամ տնտեսական կարիքներ հոգալու իմաստով։ Հիմա օրինակներով կարող ենք տեսնել, հա, օրինակ, երբ որ ջերմուկի իրադարձությունները տեղի ունեցան, Հայաստանը հասկացավ, որ ռուսական հովանոցը չի աշխատում։ Դե հիմա դժվար է գնահատել կամ կոնկրետ հստակ նշել ով է առաջին քայլը արել, որպեսզի Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստան գա։ Բայց առնվազն Ռուսաստանն է առաջին քայլը արել, որ դե իրականում հենց դա է ուզում ասեմ։ Ավելի շատ Ռուսաստանն է ընկել իր հետևից, ինքն իր հետևից, եթե նայենք իրադարձությունների իրական հաջորդականությունը, Ռուսաստանի քայլերի շնորհիվ Ռուսաստանը դուրս եկավ Լեռնային Ղարաբաղից։ Ռուսաստանը զրկվեց կոնֆլիկտից, որի միջոցով կառավարում էր Հարավային Կովկասի այս երկու երկրների միջև հարաբերությունները։ Ռուսաստանի այս Ուկրաինա ներխուժումից հետո Հայաստանը կարողացավ նոր տնտեսական զարգացման պոտենցիալ ստանալ եւ այս սահմանափակող միջոցներն էլ այս տարի երբ որ մենք տեսնում ենք, ոչ թե Եվրամիությունը գալիս է օրինակ Հայաստանի արչեւ ուլտիմատում է դնում, օրինակ տեսեք, եթե նայենք երկու կողմերի քաղաքականությունները, օրինակ Եվրամիությունը մեր արչեւ նման պահանջ չի դնում։ Օրինակ տեսեք 2013-ին հիշում ենք ինչ տեղի ունեցավ, Սերժ Սարգսյանը մեկ գիշերում որոշեց, որ մենք պետք է գնանք ԵԱՏՄ եւ Եվրամիության հետ այդ առևտրի ասոցիացիան համաձայնագիրը չկնքվեց։ Բայց Եվրամիությունը մեզ չասեց, չէ, օրինակ հենց հիմա հանրաքվե դրեք,
հենց հիմա որոշեք, որովհետև դուք կարող եք ԵԱՏՄ-ում զարգանում եք, որ գաք Եվրամիություն, հետո այստեղ է զարգանք, կոպիտ ասած երկդիմի քաղաքականություն։ Մեր առջև որևէ ուլտիմատում չդրվեց։ Հակառակը դրանից հետո հասկացա, դե իրականում սա Հայաստանն է, որը ունի խոցելիություններ Ռուսաստանից։ Մենք առնվազն իրենց չենք խոստացել, որ այդ խոցելիությունները կարողանալու ենք վերացնենք, հետեւաբար մենք կառաջարկենք այնպիսի նոր պլան, որը մեր երկու կողմերի շահերին, ակնկալիքներին, կարիքներին համապատասխանում եւ առաջ եկավ ՍԵՊԱ-ն։ Եվ մենք տեսնում ենք, որ դա շարունակվեց այնքան, մինչև Հայաստանի կարիքները նորովի թարմացվեցին։ Ու դա նաև ոչ թե Հայաստանի շնորհքն է, այլ Ռուսաստանի շնորհքն է, որ Հայաստանը ունեցավ նոր կարիքներ եւ Եվրամիությունը տեսավ հնարավորություն այստեղ ներկա լինելու։ Այսինքն շատ նորմալ է, որ թե լինի։ Այսինքն կնեք Ռուսաստանն է իր ազդեցությունը նվազեցնելու նորված քայլեր արել եւ հայկական կողմը իր անվտանգային այլ կարիքներից բխեցնելով բերել է այլ գործընկերների։ Այո, որովհետև մենք դա տեսել ենք։ Այսինքն սա չգիտեմ լավ է թե վատ, բայց առնվազն Հայաստանը պրոակտիվ ձևով դիվերսիֆիկացման Հայաստան դուրս է մղում Ռուսաստան այնքան հզոր բիլակներ ունենք։ Փաստորեն, չգիտեմ, դրա համար պետք է ինչ-որ առանձին մրցանակ շնորհել Նիկոլ Փաշինյանին, որ փոքր որպես հաջողության օրինակ փոքր երկիր լինելով ինչպես է Ռուսաստանին դուրս մղում այս ամբողջ տարածաշրջանային եթե Փաշինյանը կարողանում է FSB-ում Սամվել Կարապետյանի մասին նշում ավելացնել, ինձ թվում է Ռուսաստան կարող է դուրս մղել եւ դուրս մղել։ Ինձ թվում է այսինքն Փաշինյանին ատողները, Փաշինյանի քաղաքականություն քննադատողները նաեւ գովերքում են Փաշինյանի այնպիսի կարողությունները, որ նույնիսկ մենք ենք թերագնահատում։ Այս կարող ենք հստակ ֆիքսել, ինչքան էլ որ զվարճալի լինի, բայց իրականությունը այն է, որ իրականում մենք շատ ուշ ենք սկսել դիվերսիֆիկացման քաղաքականություն վարել, ու դեռ հարցը ինչքան բավարար ենք այդ դիվերսիֆիկացման քաղաքականությունը վարում։ Մենք վարել ենք դիվերսիֆիկացման քաղաքականություն, երբ որ դանակը ոսկորին է հասել։ Եթե իրականում մենք նայենք 2018-ից, հա, նոր իշխանության մասին եմ խոսում, ինչ քայլեր են արվել Ռուսաստանի հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում, մենք կտեսնենք մեկ բան, որ ուղղակի մերոնք փորձել են ամեն կերպ ռուսական ազդեցությունը պահպանել ինչ որ ավելի բարձր նպատակի համար։ Դա մինչև 2020-ը Լեռնային Ղարաբաղն էր, մենք երբ որ տարբեր քայլերով սիրաշահում ենք Ռուսաստանին, արդեն 2021-ից սկսած մենք նաև մտածում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին։ Այսինքն մենք օրինակ մոռացել ենք, որ 2021-ին հենց նույն Փաշինյանի խնդրանքով ռուսական տարբեր ուղեկալներ են տեղակայվել Հայաստանի տարբեր սահմանային շրջաններում։ Բայց 2022-ին տեսանք, որ այդ ուղեկալները օրինակ ադրբեջանական հարձակումից մի քանի ժամ առաջ այդ տեղից անհետանում են, երբեմն թողելով իրենց ավտոմեքենան, որը նույնպես ենթարկում է հարձակման, եւ այդ պարագայում Հայաստանը գնում է օրինակ Եվրամիություն, Պրահայի հայտարարություն է ստորագրում, Եվրամիության դիտորդական առաքելության ասում է, խնդրում եմ տեղակայվեք, որովհետեւ դուք կարող եք զսպող գործոն լինել ու ինչպես տեսնում եք դա աշխատում է։ Հետո ռուսները սահմանափակումներ են մտնում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները եւ հայկական կողմը Եվրամիությանը խնդրում է առևտրի ինքնավար միջոցների կիրառում, որը օրինակ նա կիրառել է Մոլդովայի եւ Ուկրաինայի դեպքում։ Այսինքն եթե համեմատում ենք երկու կողմերի, այսինքն այս դեպքում Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև այս քաղաքականությունների տարբերություն, մենք մեկ բան ենք տեսնում, որ շատ լավ է, որ Եվրամիությունում եւ ԱՄՆ-ում հասկանում են, որ Հայաստանը չի կարող ուղղակի դառնալ որևէ ձև այս իրենց գեոպոլիտիկ հակամարտության նոր հարթակ, այլ Հայաստանը կարող է դառնալ հնարավորություններ համագործակցության իմաստով։ Ու սա նույնպես բխում է Եվրամիության շահերից, որը նշեցի Մարտակոսը շատ հանգամանալից բացատրեց։ Մենք ուզում ենք հանքահունքային ռեսուրսներ, առևտուր անել կենտրոնական Ասիայի երկրների հետ, Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմի մեջ է, գազի մատակարարումը հարցականի տակ է եւ մենք ворթեգրել ենք զրո գազ Ռուսաստանից քաղաքականություն, հետեւաբար մեզ Հայաստանը պետք է որպես վստահելի գործընկեր այստեղ այդ հաղորդումների ապաշրջափակման, տարանցման որպես կարևոր օղակ։ Այսինքն այստեղ հստակ մենք տեսնում ենք ավելի շատ շահերի համընկնում։ Մենք չենք տեսնի օրինակ շահերի համընկնում, եթե օրինակ Եվրամիությունը օրինակ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում կամ որևէ այլ խնդրահարույց հարցում ստանձներ կոնկրետ դիրքորոշում եւ Հայաստանի դրթեր կոնկրետ գործողություն ընդդեմ Ռուսաստանի։ Ինձ որևէ մեկը չի կարող օրինակ ցույց տալ մեկ դրվագ, երբ որ հավաքական արևմուտքը նույնիսկ այս դեպքում, որը շատ հաճախ այս բառակապակցություն շատ վաղուց չի օգտագործում, որևէ կերպ դրթել են Հայաստանին գործողությունի ընդդեմ Ռուսաստանի։ Ուղղակի ես հիմա չեմ մտաբերում մեկ դեպք, երբ որ Հայաստանը ընդդեմ Ռուսաստանի գործողությունների է գնացել թեկուզ հանուն ինքնիշխանության, որը չի բխել մեր
որը բխել է մեր կարիքն, չի բխել մեր կարիքներից, բայց ստիպել են արևմուտքից։ Այսինքն երբ որ մենք գնացել ենք հակընդդեմ միջոցների, դա գնացել ենք ավելի շատ մեր ինքնիշխան շահերը սպասարկելու համար, ու այդտեղ ես օրինակ արևմուտքի շահը չեմ տեսնում։ Դե Ռուսաստանի ասածն այն է, որ մենք ձեզ զենք չենք վաճառում, մի գնեք ուրիշ տեղից, ոնց ուզում եք պաշտպանվեք, բահով, չալիկով, չգիտեմ, փայտով, այս ասածը այդ է, էլի, երբ որ հիշում եմ ֆրանսիական բաստիոնները, որ գնվում են, դա զենք չի, զրահամեքենա է, համ ռուսական կողմից այնպիսի պես անեծքներ տեղացին, քննադատություններ, որ դուք վաճառեիք, այսինքն հիմա այդ է խնդիրը, օրինակ զենքի շուկայի դիվերսիֆիկացիան։ Հենց դա է հասկանում, որ մենք չենք անում, չենք էլ անելու, հույս չունենանք, նույն երկաթուղին, չենք էլ թողելու, որ ուրիշներից։ Այո, որովհետև դուք մեր ազդեցության գոտին եք, հա, դուք չպետք է լինեք մրցունակ եւ գրավիչ պետություն։ Առնվազն այս եզրակացությունից բխում է, որ ոչ թե արևմուտքն է Հայաստանի ստիպում ինչ-որ բան անել, այլ ուղղակի Ռուսաստանը ինքը ընկել է իր հետևից, տապալել է տարածաշրջանային քաղաքականությունը։ Իրականում եթե նայենք ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի կորուստները Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում, մենք կարող ենք բան արձանագրել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Ուկրաինայի եւ հետսովետական մյուս երկրների նկատմամբ այնպիսի կոնտեքստ է ստացել, որ այդ երկրները սկսել են ավելի անկախանալ։ Այսօր մենք Ուկրաինան տեսնում ենք, որ առնվազն եթե շատերը կասկածի տակ էին դնում Ուկրաինայի որպես ազգ լինելը, էթնիկական իմաստով չէ, որպես պետության կրող առանձին ինքնություն ունեցող, առնվազն Ռուսաստանը նպաստել է, որ Ուկրաինան որպես ազգ եւ պետություն կայանա։ Այսօր Ուկրաինան այնպիսի ռազմաարդյունաբերություն ունի, որ չէր կարող երազել նույնիսկ, որ մի օր կարող է ունենալ։ Կենտրոնական Ասիայի երկրներին նայենք, բոլոր 5 երկրները ԱՄՆ-ի հետ առանձին հարաբերություններ են սկսել։ Ղազախական այդ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի մասին կարելի է գրքեր գրել, թե ինչպես են Ռուսաստանից կախվածությունները նվազեցնում։ Բայց ռուսական այդ մոտեցումը, որ իրենք իրենց երբեք չեն մեղադրում, բան քաղաքական գեզլեյթինգ ոնց որ լինել, միշտ մեղավոր են զոհերը, այսինքն նրանք ովքեր համարձակվում են չզոհաբերվել, հա, ռուսական նահանջի հետևանքով։ Այդ ինչի հետ է կապվում։ Եկեք սրանով ամփոփենք, երբեք սեփական սխալները չընդունել եւ Հայաստանի համատեքստում էլի նույն Թրամփի ուղին այնքան շատ են օրինակները Հայաստանի իշխանությունը ասել է որ մենք նույն բանը իրենց ենք առաջարկել չեն համաձայնվել գնացել ամերիկացիների հետ են արել իրականում դրան անդրադառնամ հետո ռուսական քաղաքականության անդրադառնամ պատկերացնում եք հիմա մի խոսույթ կա որ եթե Հայաստանը միջանցք կտար Ղարաբաղը կմնար իսկ կարող է Ռուսաստանը օրինակ թրիփի պես մի լուծում գտներ եւ Ղարաբաղն է մնար եւ ռուսական թրիփ է լիներ ես կարծում եմ Հայաստանը ոչ մեկ դրան դեմ չէր լինի հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի, չգիտեմ, պատմական, քաղաքական կարևորությունը Հայաստանի համար։ Ես իհարկե վստահ չեմ, որ ապաշրջափակման գործընթացները նույն կերպ կշարունակվեն, եթե լիներ ռուսական թրիփ նախագիծը, բայց ռուսական փրիփեր լինելու, Պուտինի անվան ճանապարհը լինելու, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը կորցրել է իր շանսը շատ process-ներում ներգրավելու։ Այս պահին Ադրբեջան-Հայաստան կոնտեքստում Ռուսաստան չկա։ Իհարկե, վերջերս իրենք հայտարարություն արեցին Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմը նշեց, եթե չեմ սխալվում, արտգործնախարարի մակարդակով մենք պատրաստ ենք աջակցել, բայց կարծում եմ Հայաստանում Ադրբեջանում հասկացել են ռուսական աջակցությունը ինչպիսին է լինում եւ տարբեր կերպ խուսափելու։ Իսկ ինչ մնում է այդ ռուսական, ես իրականում ես դեմել եմ, որ մենք անընդհատ թերագնահատում ենք, որ իրականում ռուսները ոչ մի բան չեն հաշվարկում եւ այլն, բայց առանձնահատուկ կայսրության կարգավիճակ ունի։ Իրենց կողքից չեն նայում ուղղակի իրենց քաղաքականությունը։ Բայց մեկը այդ այսինքն Ռուսաստանը երբեք չի վերացել, միշտ արել է սխալներ, որի ընթացքում ունեցել է կորուստներ, մենք կարող ենք նայել այդ խորհրդային միության տարիները։ Օրինակ նայում ես տարբեր գիտական աշխատություններ, երբ որ օրինակ քննարկում է խորհրդային միության, այսպես վերափոխման քննարկումները, ու տեսնում ես, որ մարդիկ որ 65 թվականից հասկացել են, որ խորհրդային միությունը փլուզվել է, կարելի ասել որևէ հստակ բարեփոխման չեն գնաց։ Հետո նայում ես չինական փորձը, որ եղել է փոքր եղբայր խորհրդային միության, բայց 70-ականից սկսել է ԱՄՆ-ի հետ տարբեր բարեփոխումներ իրականացնել ներքին, տնտեսական եւ այլն, էլի զարմանում ես, բայց դա այն Ռուսաստանն է, որ մենք ունենք, այսինքն մի կողմից վտանգավոր, մի կողմից շատ չհաջողված փորձով եւ այլն, բայց իր բոլոր թերություններով եւ առավելությունները հանդերձ դա այն Ռուսաստանն է, որ կա եւ այնուամենայնիվ իր հետ հաշվի են նստում։ Այսինքն հիմա եթե նայենք ներկայիս ԱՄՆ ադմինիստրացիայի դիրքորոշումը ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, այնպես չի, որ նրանք մտածում են, որ Ուկրաինան հաղթելու է։ Եթե նայենք տարբեր հայտարարություններ, կրկին դա անդադ ֆիքսում է եւ այլն, բայց այստեղ
ուրիշ խնդիր կա, որը Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ, բայց մենք որպես փոքր երկիր կարող ենք դրանից դասեր քաղել։ Մեծ տերության դեպքում գուցե ռեսուրսների անարդյունավետ ծախսը այդքան կենսական կամ ճակատագրական հետևանքներ չունենա իր համար։ Հայաստանի դեպքում հակառակն է։ Մենք դա մեր փորձի վրա տեսել ենք, հա, այսինքն մեր մի փոքր սխալը, շատ ոչ երկարաժամկետ պլանավորումը կարող է բերել շատ կործանարար հետևանքներ։ Ռուսաստանի պարագայում մենք կարող ենք տեսնել, որ կործանարար հետևանքները տեղի չեն ունենում, բայց այդ երկիրը կարող է ունենալ ավելի լուրջ պոտենցիալ։ Բայց չգիտեմ, սա ինչքանով է օրինակ մեր տիրույթում այդքան կարևոր քննարկման, բայց այն Հայաստանում ռուսագիտության ինչ-որ ճյուղ կզարգանա եւ խորհրդությամբ կուսումնասիրեն, այդ թվում նրանց քաղաքականության հոգեբանական կողմերը։ Շնորհակալ եմ ձեզի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Յուրի Մովսեսյանին։